Բարելույս բարեկամներ, ինչպես հավանաբար արդեն հասցրել եք տեղեկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են եւ ես ուզում եմ մի քանի բարձաբանում ներկայացնել, թե ինչպես։ Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24000 դրամ է, այն բադառնալու է 34000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք ունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10000 դրամ։ 36, 37.5 եւ 39000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47.5 եւ 49000 դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10000-ից ավել, ընդհանուր մինչեւ 15000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետեւ նրան այդ կենսաթոշակները արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են, կերակրողին կորցնելու կենսաթոշակ եւ այդպես շարունակ։ Եվ ապրիլի 1-ից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով եւ այս ամենը չհաշված հետվճարը, որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների եւ նպաստների 20%-ի չափով, առավելագույնը 10000 դրամ եւ հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10000 դրամ բարձրացումից եւս մինչեւ 10000 դրամով, դրանով իսկ նաեւ խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա եւ պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ։ Մենք իհարկե էլի խոսենք սրա մասին, կբացատրենք մանրամասները, լավ օրեմ բոլորի ցանկանում, առողջ եղեք։